Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը եւ նախատոնական թողարկումները մեկնարկել են եւ ես փորձում եմ ամեն բան անել, որպեսզի իմ հյուրերի օգնությամբ եւ ջերմություն եւ ամենակարևորը սիրուն կադրեր, երաժշտություն ներկայացնել եւ իհարկե ուղարկել հեռուստաէկրաններից այն կողմն։ Այսօր շատ սպասված հյուր ունեմ, ով հատուկ Լյուքսեմբուրգից եկել է, որպեսզի մասնակցի մեր տոնական թողարկմանը եւ ամենասիրուն կատարումը ձեզ ներկայացի, բայց նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում աստծորնությամբ հարազատների գրկում։ Եվ հատուկ ձեզ համար տեսահոլովակ ու ասեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր գեղեցկուին արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում այսն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Դարիները թող անցնին, ջանս դու ես իմ սրդին, հոգիս դու ես իմ արևի շողը, մեր սերը կյանքից ուժեղ է, մեր գաբը աստվածային է, հոգիս իմ հրաշքն ես, աղոթքն ես, սիրում են քեզ, անունդ լուր բահում սրդում, քո շունչը իմ մեջ ես դու, քեզ համար ես ապրում եմ, որ էլ չլինեմ, հոգիս քեզ կթողնեմ, սիրտս քեզ միայն քեզ գլավիրեմ, հոգիս դու իմ սերն ու հույսն ես, սրդիս կտորը իմ աչքերի լույսը, կյանքիս ճակատագիրն ես, յանքիս վար երազանքն ես, սիրելիս ինձ գրկի հոգիս։ Երջանկության ճանապարհն ես, անցրելի դակ իմ ցերկը բռնես, հոգիս միայն դու, երես իմ շուրդի համը, մեր սերը, մեր հաղթանակները, մեր գաբը աստծո դված սերը, հոգիս առանց քեզ չի գա իմ աշխարհը, քեզ չսիրել անհնար է, մոռանալ անկարելի է, երդվել եմ քո անունով, ուզել որ լինես, հոգիս իմ ցայնն ես, միշտ մտքերով դու ինձ երես, հոգիս դու իմ սերն ու հույսն ես, սրդիս կտորը իմ աչքերի լույսը, կյանքիս ճակատագիրն ես, յանքիս վար երազանքն ես, սիրելիս ինձ գրկի հոգիս։
Ես վստահ եմ, որ շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են ըստ ձայնը բարձրացրել են եւ չեմ վախենա, կարող եմ հստակ ասել, որ այս տաղանդավոր հայուին կարողացավ թեկուզ 1 տարվա ընթացքում հավաքել մեծ երկրպագուների բանակ։ Առավել եւս նա 21 TV եւ Ձինա Ակոպովնայի շատ ցանկալի հյուրն է, իսկ այսօր նա բացառապես հայու կերպարում է եւ շատ սիրուն է։ Այնպես որ մեծագույն սիրով հյուրընկալ եմ տաղանդավոր ընկերուհուն Լյուքսեմբուրգից եւ բարերար եւ երգչի Մարիա Վան Մարկին։ Մարջան, բարի օր, բարի գալուստ։ Բարև Դինա ջան։ Մարջան, այսօր շատ սիրուն ես։ Մերսի շատ։ Ես գիտեի, որ արդեն լսել է, որ ինձ մոտ սպասվում են հայկական, մաքուր, զուլալ, ժողովրդական երգերի թեման, բայց որ սենց տարազով դու կլինես, այս իմ համար սյուրպրիզ էր։ Այո։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ զարմացած են, դե դու գիտես, քո ամենամեծ ֆանատը իմ մաման է։ Այո, շատ ուրախ եմ, շատ հբարտ կսկամ։ Եվ մար ասա, որ ես ճիշտ է, որ դու Լյուքսեմբուրգից հատուկ եկել ես թողարկմանը նկարվելու համար։ Այո, մենք եկանք, ամուսինս ինձ ուղարկեց Հայաստան, որ կամ Դինայի մոտ եւ աս նոր երկիս ասկագրական երկս քու մոդդ ներկայացնեմ։ Ուրիշ մեկը չէի ուզեր։ Հիանալի է։ Ես չեմ վախենա հեռուստադիտողներին կարող եմ ասել մի կինո, որ չի ծնվել Հայաստանում։ Չի մեծացել հայրենիքում, լինելով այսքան հայրենասեր, պահպանողական, դու մեծ օրինակ ես շատ այն մարդկանց համար, ովքեր որ ծնվել, մեծացել են, գնացել են եւ ինչու ոչ նաեւ արմատներն են մոռացել կներեք արտահայտությանս համար։ Շնորհակալ եմ քեզ լավ գործի համար, Մարջան։ Ես եմ շնորհակալ, որ Հայաստանը ինձ միշտ իր թուրները կփանա եւ ես կհասկնամ այդ ժողովուրդը, որ կարելի գհերանա Հայաստան որովհետև հիմա մենք գիտենք, որ պատժաներ կան, բայց մենք այլ սպյուրքեն մեր բարդականությունն է, որ բոլորիս հիշեցնենք, որ Հայաստանի պես ուրիշ տեղ չի գա։ Եթե մենք իրար չսիրենք, ով մեզի պիտի սիրե։ Մենք հայ ենք, հայ պետք է մնանք եւ մեր զավակներուն պետք է որ աս հայրենասեր հոգին փոխանցենք։ Հիանալի ապրես։ Մար ես եթե չեմ սխալվում, դուք ընտանիքով ձեռք բերեցիք տուն Սևանում։ Այո, շատ գեղեցիկ, ամենակեղեցիկ դեղը ընտրեցինք։ Այո։ Ամուսինս շատ կուզեր, որ հանգիստ տեղ երեխեքը ցևով մեծանան, նույնիսկ եթե մենք 100% Հայաստան չենք, բայց բոլոր ամառները 10 տարի է կանցնենք Հայաստան, ինքը սա որ քիչ հանգիստ տեղ մնանք եւ մեր բարեկամները սին ուրեմն բիդերտակ Սևան։ Լուրջ ես ասում։ Այո։ Մար դու հիմա Սևանից եկել ես ինձ մոտ։ Այո, դղայիս հետ եւ մեր հետը պերինք շատ արժեքավոր խումբը, որ հույսով եմ, որ պիտի ծանոթանաք այսօր մեծ հբարդությամբ, որ իրենք ալ հերույ են եկած են քու մոդդ։ Հիանալի է։ Նրանց մասին րոպեներանց, որովհետև հյուրընկալում եմ նաև հերթական տաղանդավոր ընկերոջս մի քանի նախադասություն Մարիայից շփվելու հետո։ Մար տարին ես կարող եմ քո փոխարեն ասել, որ քեզ համար բարեհաջող էր։ Դու շատ գործեր ընտանիքիդ հետ արեցիր, օգնեցիր նաև մեր բնակիչներին շատերին։ Ոնց եք պատրաստվում տարին ամփոփեք, մինչև տարվա վերջ կիսատ գործ ունեք։ Ուրեմն հիմա ամենակարևորը եղավ, որ Հայաստան գամ, որ մեր հրաշք ժողովրդին իմ ամենաուժեղ եւ սրտանց մաղթանքները փոխանցեմ իմ ընտանիքիս կողմից եւ անշուշտ է կարևոր էր, որ ցևով մը ուրախություն բերենք, մենք ալ դուրսեն բերենք ուրախություն Հայաստան, որովհետեւ ամենամեծ ուրախության արժանի եք։ Ուրեմն ուզեցի աս նոր երկս գալ քումոդդ եւ երկել եւ հույսով եմ, որ ուրախություն պիտի բերենք ծեր ֆաներուն եւ մեր ժողովրդին, որ մեզի մեդիկ պիտի անե։ Սո ամենակարևորը, որ դարին վերջացնենք, ինչպես որ սկսանք, շնորհիվ քեզալ, սերով, հարկանքով եւ լավ երկերով։ Ապրեք, հիանալի է։ Մար նոր տարուն որտեղ ես լինելու։ Ուրեմն ասանգսեմ, իրար ամեն ինչ կսենք, չէ՞, հոստել մեծ ընտանիք է, աղջիկս 18 տարեկան եղավ, Մարիոն Ժելիկը, եւ իրեն հարցուցի ինչ նվեր կուզես, ասավ մամա, ես կուզեմ դարեթարցս
Փարիզ անցնել։ Ուրեմն ջարջիգարս յաղջիկս ինչ որ ասես այդպես է բիդելա, ուրեմն այս անգամ Հայաստան չի պիտի անցնենք նոր դարին, պիտի երթանք Փարիզ, բայց նորից հիմա նոր դարին գուզեմ այսօր քեզի հետ արդեն շնորհավորել եւ բոլորին մեր ամենալավ մաղթանքները փոխանցել։ Ապրեք, հիանալի է։ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է ձինա այդ տոնական թողարկումները եւ եթե նոր եք մեզ միացել տեղեկացնեմ, որ իմ տաղանդավոր ընկերուհին է այստեղ Մարիա Վան Մարկը, իսկ այս պայն մեզ միացել է արդեն ազդպարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Խաչատրյանը։ Զավ ջան, բարի գալուստ։ Ինձ համար եթե ասեմ այնպես չէր որ անակնկալ էր, երբ որ Մարիան ասեց «Ձին ինձ հետ պարային խումբ կա եւ դու իրենց շատ լավ ճանաչում ես»։ Դե այն որ ասում եմ մի տեսակ վախ կա, տեսնենք լավն են, որ թողնենք եթեր։ Իսկ ես միանգամից արձագանքեցի, որ շատ պարային փառատոների ընթացքում հանդիպել եմ, ազգագրականը պահող խումբ ես ընտրել, Մարիա ջան, այդ շատ կարևոր երևույթ է։ Եվ ես ուզում հասկանալ դուք ոնց եք իրար գտել, Զավեն։ Ոայ, ինձ հետ կապտում ամեն լավ ընկերներից մեկը Ազատը, ով հավաքել էր գործիքավորումը երգի եւ ասեց շատ լավ ընկեր ունենք, ով ուզում է եթեր գա մեր ձինայի մոտ եւ պետքա պարենք։ Արդեն մենք կապվեցինք իրար հետ եւ հասկացա, որ պարային այդ ընդհանուր կոլորիտը ստեղծելու համար պետքա հանդիպենք։ Հանդիպեցինք իմ ստուդիայում, որպեսզի ընդհանուր մի քիչ մշակենք մեր տեմբրը, ինչի մեջ պետքա լինենք եւ շարժողահամակարգը եւ ինչը որ այստեղ կար դաստակային բան, մենք իրար հետ աշխատել ենք ու շատ լավ բարձր տրամադրությամբ, այնքան որ բնականաբար Լյուքսեմբուրգից եկած ու պարային տերմինոլոգիան մի քիչ արդեն ուսումնասիրած մեր Մարիան դեռ երկար ճանապարհ կանցնի հայկականությանը։ Ես մի խորհուրդ ունեմ, եթե դա դուք արդեն կասում եք, եթե չէ, երբ գալիս ես Երևան գնա Զավենի մոտ, որովհետև ինձ թվում է քեզ պետք է նաև մեր ազգագրական պարերը ուսումնասիրել։ Այո։ Չեմ վախենա, կասեմ մյուս տարի այս օրերին, երևի թե արդեն ինքը կպարի ազգագրական տարբերակով։ Ասա որ ընդունակ ասա։ Շատ եւ այսպես հետաքրքիր ընդհանուր փորձերը տեղի ունեցավ մեր եւ փորձերի ընթացքում շատ հումորներ ու այսպես շատ լավ ընկերացանք նաեւ եւ կարեւոր ինչպես դուք նախաբանում նշեցիք, որ ապրելով այնտեղ, պահելով հայկական մշակույթը եւ առասարակ հայ տեսակը, ես դա շատ եմ կարեւորում։ Գիտեք, բազմիցս մենք շրջագայում ենք աշխարհի տարբեր երկրներում միջազգային փառատոների շրջանակներով եւ այնտեղ հանդիպելով տարբեր հայերի, ոչ բոլորի հետ ենք փորձում ընկերություն անել, այսպես ասեմ, Ջիգարնակոր է դրանից է։ Այո, որտեղ այս հայապահպանությունը մանավանդ 21-րդ դարի այս ժամանակահատվածում մեր ամենակարևոր գերխնդիրն է, որ պետք է պահենք աշխարհի տարբեր մասերում, տարբեր տարածքներում եւ առաջինը նաեւ Հայաստանում։ Ես ուրախ եմ, որ ճանաչեցի իմ լավ ընկերոջը Մարին։ Ապրեք, դե իմ կարծիքով նրա շրջապատը չի կարող տխրել։ Ավելին ասեմ, երբ որ մեր արդեն ստեղծագործական խումբն է իմանում Մարիան մեզ մոտ ալինելու արդեն ուրախ ենք լինում, դա շատ կարևոր է։ Եվ ես վստահ եմ ձեր համագործակցությունը շարունակական է լինելու մար։ Գուզեմ ասել նախ եւ առաջ Դինա ջան, գուզեմ Ազատ Մխիթարյանին շնորհակալություն հայտնել, որով ամբողջը ինքը հրավ։ Նախ եւ առաջ այնքան համբերությամբ թունգեսից պետք է սորվիմ աս հայկական բարերը, բայց ինչ ասենք երկելը։ Եվ մեր Ազատ Մխիթարյանը այնքան համբերադար էր, այնքան բարի էր։ Ինքը ինձ գրնար շուտով գոդրել, որովհետեւ հնչումը սխալ է, մեկտեղ մսավ Մարի ֆրանսերեն երկես ունիս լուրջ բայց այնքան լավ ծևով վրա, այնքան համբերությամբ ասի է Հայաստանը, որ մեզի ծեր թուրները գպանակ եւ սերով, հարկանքով, հասկանալով մեզի ասանք գոքնեք, որ մենք ալ մեր հայությունը բահենք։ Երկրորդ անշուշտ է այնքան շնորհակալ եմ եւ հբարտ եմ, որ Զավենի պես հիմա անձնավորությունը, որ ինձ համար հերոս է, այդքան երեխեքներու հայ գբահե, իրենց կսորվեցնե, իր տալենտը իրենց այդ երեխեքներուն գնվիրե, որ ես
ես քեզի բիդեսեմ որ միան ես չի պիտի երթամ Զավենի մոտ կալամար եթե համացայն բոլոր ընտանիքս պիտի երթամ ճիշտ է եւ ասեմ որ այնքան միան հրաշք անձնավորություն չէ մեկը դալ հրաշք դիգին ունի անունը Քեղեցիկ արդեն երբ իրեն տեսած գիտես որ իր անունը ճիշտ է Քեղեցիկ է so այնքան մենք ասանք սկացված դուրս եկանք որ քիշերը քեզի զանգեցի էսի ինչ կլաս գրնանք Զավեննալ թող դեսնան գիտեմ որ բոլորը իրեն գճանշնա բայց ես կուզե որ իմ գողքս երևի այսքան լավ անձնավորություն եւ անշուշտ է մերսի քեզի Դինա որ մեզի այս մեկ տարի է մեզի առաջնորդեցիր միան ես չեմ բայց բոլոր ընտանիքս եւ ասալ շատ մեծ նվեր է Սիրով Մարջան, սիրով կարևորը դու ես անդավաճանը ոչ մի հեռուստաընկերություն տենց չես գնում միայն Ակոպովնայի մոտս դա հաշվի առնում էգոիստ Դինա Ակոպովնան հրաշք Դինա Ակոպովնա Ես ուզում եմ մի հարց էլ տամ սա ոնց եք դուք պատրաստվում տարին ամփոփեք Մեզ մոտ այս բայդուրությամբ նաև ամանորյա նկարահանումներ են ընդհանուր եւ ասեմ դար 21-ով ենք մենք էլի ամբողջ ամանորյա եթերը տալու 6 ժամ 30 րոպե տևողությամբ մենք լինելու ենք դար 21-ի ամանորյա եթերում նաև նախատեսվում ընդհանուր արդեն տարվա ամփոփումը համերգային ծրագրերի տեսքով եւ նաև պատրաստվում ենք եւս արդեն 2026-ի մեր մենահամերգներին 2025-ի հունիսի 30-ին տեղի ունեցավ մեր հոբելյանական 10-ամյակը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ հիմա նոր ծրագրեր արդեն ամփոփում մեզ մոտ այսպես է ամեն տարին ամփոփելով մենք արդեն մտածում ենք մյուս տարվա ծրագրերի ընդհանուր հերթականությունը որտեղից որտեղ պետք է գնանք ապրեք հիանալի է պահում են միշտ դիրքը պահում են իսկ ես կարող եմ այսքանից հետո ասել որ հեռուստադիտողները մոտ նստեն որովհետև ձեր համատեղ աշխատանքը կարող ենք ներկայացնել մեծ սիրով բայց մի պայմանից հետո տեսախցիկի նայում եք եւ շնորհավորում եք մեզ նոր տարվա կապակցությամբ երկուսդ էլ Մարջան սկսիր ուրեմն սիրելի Հայաստան ջան ցեզի բոլորիդ գմախտեմ նախ եւ առաջ առողջություն սեր եւ խաղաղություն ցեզի այնքան գսիրեմ եւ շնորհակալ եմ որ իմ կողքս եք բաչիկներ Զավջանի չկավելացնես Իմ շատ սիրելի հայազգ սրտան շնորհավորում եմ բոլորիս Գալիք ամանորը եւ սուր ծնունդը ցանկանում ամենակարևորը հարատև խաղաղություն, առողջություն, լիություն եւ սեր բոլորիս ընտանիքներում Ապրեք, իսկ այսքանից հետո էլ ես կարող եմ ասել իսկապես մոտ եք նստում ձայնը բարձրացնում եք, որովհետև տոնական տրամադրությունը հենց հիմա ձեզ համար կապահովեն աստպարային համույթի լավագույնները եւ իհարկե Մարիա Վանմարկը Սասնագելներ բարակում
Մտքով թրջում եմ ես քեզ մոտ Վիրավոր երգիրն ես իմ Դու ալեհեր ես ինչպես մայրը իմ Տեսել ես եղերն ու գաղթ Հերոսներ ունես անհաղթ Հայաստան դու իմ Արմենիա Հայ ենք մենք քրիստոնյա Մեր հողն է սուրբ, մեր հայրենիք Ողջ հայության ամուր տանիք Հերվից ենք քեզ նայում անվերջ Դու ես ապրում մեր սրտի մեջ Հետևորդենք մեր բաբերի Գիրգետ կգանք դու համբերի Մենք էլ մասնիկն ենք մեր լեռների Հայաստանի Հայրենիք իմ արևոտ Մտքով թրջում եմ ես քեզ մոտ Խաչով եթվել ու պայքարել Ապրել ենք մենք ու արարել Գերնենք մենք հայտնահավետի Միշտ կանգուն մնանք պիտի Կգերթենք հզոր Հայաստան Լուսավոր է մեր ապագան Հայաստան դու իմ Արմենիա Դու միշտ խաղաղնա Մեր հողն է սուրբ, մեր հայրենիք Ողջ հայության ամուր տանիք Հերվից ենք քեզ նայում անվերջ Դու ես ապրում մեր սրտի մեջ Հետևորդենք մեր բաբերի Գիրգետ կգանք դու համբերի Մենք էլ մասնիկն ենք մեր լեռների Հայաստանի Մեր հողն է սուրբ, մեր հայրենիք Ողջ հայության ամուր տանիք Հերվից ենք քեզ նայում անվերջ Դու ես ապրում մեր սրտի մեջ Հետևորդենք մեր բաբերի Գիրգետ կգանք դու համբերի Մենք էլ մասնիկն ենք մեր լեռների Հայաստանի Հայրենիք իմ արևոտ Մտքով թրջում եմ ես քեզ մոտ